Հարգելի հետևորդներ, ես նշեմ, որ այս պահին Գլենդելի կենտրոնում հայությունը բողոքի ակցիա է իրականացնում։ Տեսնում եք դրոշներով, Հայաստանի եւ Արցախի դրոշներով, թե երիտասարդությունը, թե մեծահասակները հավաքվել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու առ այն, որ Արցախը փորձում են հանձնել թշնամուն եւ թողնել Ադրբեջանի կազմում։ Ես նշեմ, որ ելույթների ժամանակ շեշտվեց, որ Արցախը հայկական է եւ այդպիսին էլ մնալու է։ Դուք հիմա տեսնում եք, որ բազմաթիվ հայեր դրոշներով մասնակցում են բողոքի ակցիային։ Ես նշեմ, հարգելիներս, որ նաև Գլենդելի ոստիկանությունն էլ ապահովում է մարդկանց ակցիայի անվտանգությունը։ Արցախը Հայաստան է կոչել են այս պահին հնչում։ Ես նշեմ, որ բազմաթիվ ելույթներ եղան երիտասարդության կողմից եւ իրենք շեշտում են, որ Արցախը հայկական է եւ պետք է պայքարեն։ Նաեւ նշեմ, որ հարցազրույցներ եմ անցկացրել բազմաթիվ ակցիայի մասնակիցների հետ։ Իրենք պնդում են, որ շարունակելու են պայքարել հայոց ցեղասպանության ճանաչման համար, անկախ նրանից, թե ինչ է պնդում եւ ասում սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը։ Այսպիսով Գլենդելահայությունը շարունակում է ակտիվ պայքարը եւ այս պահին էլ բազմաթիվ երիտասարդներ դուրս են եկել բողոքի ակցիայի եւ պնդում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախը չմնա Ադրբեջանի կազմում եւ կարծում են, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները հենց դա են փորձում անել։ Ես մի անգամ էլ նշեմ, որ այս պահին Գլենդելի հայությունը բողոքի ակցիա է իրականացնում եւ
շարժվում են դեպի հյուպատոսություն Գլենդելում գտնվող։ Գլենդելահայությունը պնդում է, որ շարունակելու է պայքարը եւ ամեն ինչ արվելու է, որպեսզի Արցախը չմնա Ադրբեջանի կազմում։ Գլենդելահայությունը շարունակում է ակտիվ պայքարը եւ նշեմ, որ այսօրվա երթի անվտանգությունն էլ ապահովում է Գլենդելի ոստիկանությունը։ Ինչպես տեսնում եք, մի քանի փողոցներ փակվել են, որպեսզի կարողանա երիտասարդությունը իրականացնել այսօրվա երթը։ Այս պահին տեսնում եք, որ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում եւ ապահովում ակցիայի անվտանգ ընթացքը։ Գլենդելում մի քանի փողոցներ փակվել են, որպեսզի այսօրվա ակցիան տեղի ունենա։
Մի փոքր միջադեպ եղավ, հիմա Գլենդելի ոստիկանությունը փորձում է կանխել։ Այստեղ փողոցում կանգնած մի մարդ ձեռքով բացասական նշաներ ակցիային ցույց տալիս եւ ակցիայի մասնակիցները նրան մոտեցան, վեճ բռնկվեց եւ անմիջապես ոստիկանությունը մոտեցավ, որպեսզի հրմշտոց տեղի չունենա։ Խնդիրը հարթված է եւ հիմա երիտասարդությունը կոչ է անում շարունակել երթը իրականացնել։ Ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի բողոքի ակցիան շարունակվում է Գլենդելի կենտրոնում։ Նշեմ, որ երիտասարդության կազմակերպած բողոքի ակցիան է սա։ Իրենք երթով շարժվում են դեպի Հայաստանի հյուպատոսություն։